նպատակ եմ դնելու, եթե երիտասարդների ընտրելու իրավունք ունեցող երիտասարդների 50%-ը մասնակցի ընտրություններին, ես մազերս կտրելու եմ լրիվ։ Բարև ձեզ, Գրադարանում այսօր զրուցում ենք փաստերի ստուգման հարթակի լրագրող Արեն Նահապետյանի հետ, ողջույն Արեն։ Դուք համեմատաբար կարճ ժամանակ եք լրագրության մեջ, ինչպես ստացվեց, որ զբաղվում եք այնել փաստերի ստուգման լրագրության բավական բարդ գործով։ Ես բանակից անմիջապես հետո աշխատանքի ընդունվեցի Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունում։ Այդ ժամանակ զբաղվում ենք պետական գնումների վերահսկողությամբ, ռեստարտի միջոցով կապ հաստատեցինք կազմակերպության հետ ու այնտեղ բավականին երկար ժամանակ, 5 ամիսը չգիտեմ երկար է թե չէ, ես զբաղվում եմ պետական գնումների վերահսկողությամբ։ Անմիջապես հետո ինձ աշխատանքի ընդունեցին փաստերի ստուգման հարթակում ու դրան զուգահեռ ես նաև աշխատում եմ Infocom-ում, հենց նույն մասնագիտացմամբ պետական գնումների վերահսկողություն ու այդ ժամանակ շատ արագ ստացվեց ամեն ինչ, իրադարձությունները շատ արագ զարգացան ու բավականին նաև գլուխ չգովամ աշխատասիրությունս ու հետաքրքրվածությունս ոլորտում օգնեց, որ առաջ գնամ այս ոլորտում։ Համացանցում կամ սոցիալական ցանցերում ասենք ձեր կերպարը նաև ասենք հումորային նյութերի, քաղաքականությունը եւ հումորը իրար հետ միքսելու հետ է կապված, բայց նաև ասենք նստել, գնումները ստուգել, ինչ-որ փաստաթղթերի հետ աշխատել, ասենք ո՞նց է ստացվում այդ երկուսը համատեղել։ Դասական լրագրությունը, այն լուրջ դեմքերով ձյաձյաները, որ նստում խոսում են, այդ մեր սերնդին ոչ միշտ է հետաքրքրում։ Իհարկե կան մարդիկ մեր սերնդից, ովքեր նայում են, հետաքրքրվում են, բայց լայն շերտերին ավելի շատ հետաքրքիր է ավելի թեթև ֆորմատը, ավելի անմիջական ֆորմատը, ու ես հասկացա, որ իմ մասնագիտությունը, լրագրողի մասնագիտությունը կարելի է նաև մատուցել մեկ այլ կողմից հումորով ու ավելի թեթև ձևաչափով։ Բայց դրան զուգահեռ նաև այո աշխատանքը լուրջ է, աշխատանքը պատասխանատվություն է պահանջում, փաստերի ստուգման հարթակը իմ կարծիքով միշտ այդ խիստ չափանիշները դրել է, որպեսզի որակյալ բովանդակություն տա ու որակյալ փաստերի ստուգում տա։ Դրան զուգահեռ անպայման չենք մնում լուրջ լրագրության ֆորմատում ու մեր սերնդի համար ավելի հետաքրքիր ու ավելի թեթև բան ենք մատուցում։ Դե օրինակ ասենք, չգիտեմ, FIP-ում արված նյութը, որը ասենք թվերի հետ կապ ունի, չգիտեմ, փաստաթղթերի հետ աշխատանք է, դա ինչպես եք թեթև մատուցում։ Կան թեմաներ ու կան ոլորտներ, որոնք առհասարակ երիտասարդին հետաքրքիր չեն, կապ չունի մատուցման ձևը։ Բայց ընդհանուր առմամբ ոլորտը, ընդհանուր առմամբ լրագրությունը, որպես երիտասարդների համար հասանելի մասնագիտություն ու հետաքրքիր մասնագիտություն, իհարկե փորձում ենք տարբեր ձևերով, տարբեր ֆորմատներով ցույց տալ։ Իսկ իհարկե այն լրագրության լուրջ ֆորմատը, որով զբաղվում եմ, այն փաստաթղթեր ստուգել եւ այլն, դա բնականաբար հիմնականում հետաքրքրում է ավագ սերնդին ու երիտասարդների այն շերտին, ովքեր արդեն իսկ հետաքրքրված են քաղաքականությամբ։ Դա պահանջում է լուրջ աշխատանք, լուրջ պատրաստվածություն ու պահանջատիրություն սեփական աշխատանքի նկատմամբ, որովհետև իհարկե լուրջ գործերի հետ կապ ունենք, լուրջ հետաքննությունների, լուրջ ստուգումների հետ։ Օրինակ ասենք FIP-ում արված նյութերը, չգիտեմ, օրինակ ես իմ աչքով ինքել ես տեսել եմ սոցիալական ցանցի համար արված ռիլը, որը կապ ուներ ձեր նյութերից մեկի հետ, ասենք սպանությունների աճի հետ, ասենք դա որ անում եք, ինչքանով է տեղ հասնում, էլի։ Իրականում վիճակագրությանը ծանոթ չեմ, պետք է ազնիվ լինել, որ օրինակ սպանությունների վիճակը Հայաստանում, ես վերջերս նաև թմրանյութերի մասին նյութ էի պատրաստել, այդ թեմաները հիմնականում սոցիալական, քաղաքական, հասարակական թեմաները պետք է անկեղծ լինել, որ երիտասարդներին այդքան չեն հետաքրքրում։ Երիտասարդներին հիմա ավելի շատ հետաքրքրում է կրթություն, արտասահման, գնալ, ուրախանալ, փաբերում ժամանակ անցկացնել։ Ես էլ եմ այդ սերնդից, ես էլ եմ փաբերում ժամանակ անցկացնում, գնում ռեյվերի, ակումբներ եւ այլն, ու պետք է անկեղծ լինել, որ պարտադիր չէ, որ այդ լուրջ ճակերտավոր ասած դիադիական կամ մեծական թեմաները երիտասարդներին հետաքրքրեն, որովհետև դա բնական է։ Դա բնական է, ես չեմ կարծում, որ
պարտադիր է բոլոր թեմաները հասարակական, սոցիալական ու քաղաքական երիտասարդին հասցնել, որովհետև հետաքրքրվողը կհետաքրքրվի, չհետաքրքրվողը բնականաբար չի հետաքրքրվի։ Ու նաև իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում մենք երբ Control-Z ծրագրով երիտասարդների հետ հարցումներ են կարել, արդյոք ճանաչում են վարչապետի այս տեխնացուին կամ այն տեխնացուին, երիտասարդները միշտ չէ որ գիտեն, իհարկե դա վատ է այն տեսանկյունից, որ երիտասարդները անմիջական մասնակցություն չունեն երկրի ապագան ձևավորելու հարցում, բայց նաև զուգահեռ բնական է, որովհետև նրանք այդքան էլ հետաքրքրված չեն ու կրթական համակարգը այդ կայծը չի տալիս, որպեսզի երիտասարդները քաղաքականությունից գաղափար ունենան։ Բայց նաև երիտասարդները ընտրողներ են եւ մեդիան, ավանդական մեդիան նաև աշխատում է ոչ միայն մեդիան, ճիշտ ասած քաղաքական գործիչներն են ընկել երիտասարդության ձայների հետևից, որ ընտրաշավը որ արդեն փաստացի սկսել է որ նայում եք ակնհայտորեն ֆավորիտները այդ ընտրաշավի հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդությանը եւ նաեւ մեդիան ոնց որ աշխատում է ավելի շատ եւ այդ շերտին ուզում է հասնել ինչ անել եւ ինչպես հասնել, ասենք ինչ որ բանաձև կա կամ ինչ որ լոկալ հաջողություններ կան ի վերջո իրենք ընտրելու են, չէ՞, եւ մեդիան նաեւ աշխատանքի մի մասը մարդկանց օգնելն է որոշում կայացնել։ Շատ կարևոր հարց է, բոլորը գրեթե աշխատում են երիտասարդների ձայները փախցնելու ուղղությամբ, համաձայն եմ։ Ես ոչ մի առիթ բաց չեմ թողնելու կոչ անել, որպեսզի հունիսի 7-ին երիտասարդները գնան ընտրության, կապ չունի ում եք ընտրում, կարևորը գնաք ու ձեր ակտիվ ու պատասխանատու ձայնը հայտնեք ձեր երկրի ապագան ձևավորելու ուղղությամբ, բայց հիմնականում պետք է ավելի մատչելի ցույց տալ երիտասարդին, թե ինչպես է իր ձայնը փոխելու իր ապագան։ Ես հիմա Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հետ ծրագիր ունեմ այդ թեմայով, պետք է նախընտրական ռիլեր նկարենք, որպեսզի կոչ անենք ընտրություններին մասնակցել, նաև Եվրամիության հետ ծրագրի եմ մասնակցում, որով պետք է նորից ընտրությունների թեմայով վիդեոներ նկարեմ ու հիմնականում ավելի շատ երիտասարդական ձևով, օրինակ շատ փակագծեր չբացեմ, դեռ քննարկման փուլերում է, մեկը պետք է ասեմ, օրինակ նպատակ եմ դնելու, եթե երիտասարդների ընտրելու իրավունք ունեցող երիտասարդների 50%-ը մասնակցի ընտրություններին, ես մազերս կտրելու եմ լրիվ, այս էքսկլյուզիվ էր, հա, չելենջ ձեր մոտից եմ հայտարարում ու մինչև այդ պահը ես ակտիվ կոպիտ ասած քարոզարշավ եմ սկսելու կոնկրետ երիտասարդների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։ Ինքը չելենջ է, ինքը ոչ մի մարդու վրա չի ազդի, բայց երիտասարդին չելենջով բերելով, ինչ որ ակցիաներով բերելով, ինչ որ հետաքրքիր երիտասարդական ֆորմատները բերելով ավելի հեշտ է, էլի, որովհետև ինչքան քաղաքական գործիչ կանգնի ասի, վայ, բանը, բարձրագույն կրթությունը անվճար ենք դարձնելու, բոլորն է ասում են։ Բոլորն է ինչ որ աստղեր են իջեցնում, բոլորն է ընտրություններից առաջ կոնֆետ են բաժանում, բայց երիտասարդին պետք է իր լեզվով կանչել ընտրությունների։ Այսինքն ի՞նչն է հետաքրքրում երիտասարդին այդ դեպքում։ Երիտասարդին հետաքրքրում է գնալ ճամփորդել, որակյալ կրթություն ունենալ, աշխատանք ունենալ, տուն ունենալ, հնարավորինս մատչելի պայմաններով, մատչելի հնարավորություններով ապրել այս երկրում ու հնարավորին շատ ժամանակ անցկացնել իր ընկերների ու իր հարազատների հետ։ Անկեղծ ասած, ինչքան էլ կոպիտ հնչի, բայց այն որ Պաղեստինում պատերազմ է կամ Իրանի վրա ռումբեր են գցում, ցավոք սրտի երիտասարդի գիտակցության ու մտածելակերպի մեջ չի մտնում, թե ինչպես է դա այն վրա ազդում։ Դա գալիս է կրթական համակարգից, դա գալիս է նրանից, որ կրթական համակարգը չի խթանում այդ քաղաքացիական պատասխանատվությունն ու բարձր մտածելակերպը մտահոգություն չի սերմանում երիտասարդի մեջ ու ցավոք սրտի մեր սերունդը ու այդ թվում նաև ես կապ չունի թե ես ինչքան եմ խորացած ոլորտի մեջ, ես էլ եմ այդպես մտածում, որ հիմնականում ինձ վրա ազդում են մատչելի կրթության պայմանները, գնալ Եվրոպաներում պտտվել հետ գալ, ակումբում ընկերների հետ ժամանակ անցկացնել, փաբերում նստել, ուրախանալ։ Ու այդ պետք է հասցնել, որպեսզի երիտասարդը հասկանա, որ իր քվեով այդ իմ թվարկածների վրա ինչ որ ազդեցություն կլինի, որովհետև բարձր տնտեսական ցուցանիշներ, ինչ որ բարձրակարգ տեխնոլոգիական բաներ ցավոք սրտի չի հետաքրքրում ու չի ձգում, չի գրավում։
Իսկ ովքեր են հեղինակություն երիտասարդների համար, որովհետև հեղինակության ձայնը պետք է լսվի իրենց համար, այսինքն մեր խոսակցությունից ես հասկանում եմ, որ ասենք ավանդական մեդիան այդքան էլ չի հասնում, այդքան էլ հեղինակություն չի կամ սոցիալական մեդիան, այսինքն հեղինակությունները ազդեցիկ մարդիկ ովքեր են, որ կարող են ազդել երիտասարդության կամ երիտասարդների վրա Հայաստանում։ Ընկերներիս հետ վերջերս մի հատ ֆոկուս խմբային քննարկում էինք արել 17-18 տարեկան երիտասարդների հետ, մոտ 15 հոգի էին, քաղաքական գործիչների նկարներ էինք ցույց տվել ու մի բլոգերի նկար այդ ամբողջ ցանկի մեջ ու խնդրել էինք քվեարկել, թե ձեր համար ով է ավելի ազդեցիկ ու բնականաբար հաղթեց բլոգերը։ Դա բնական է, որովհետև քաղաքական գործիչները չեն խոսում երիտասարդների լեզվով ու երիտասարդների մասին, ու դրա համար երիտասարդների սիրտը շահում է այն մարդը, ով խոսում ու աշխատում է երիտասարդների համար։ Մեր համար հիմնականում անունները չտամ, որովհետև մեկի անունը կտամ, մյուսը կնեղանա, ազդեցություն են բլոգերները, հումորային բլոգերները, որ ամենաանլուրջ, ամենածիծաղելի բաների մասին են խոսում վիդեոներ նկարում, այդ մարդիկ են կարծիք ձևավորում երիտասարդների շրջանում։ Ու բնականաբար, եթե այդ մարդիկ սկսեն լուրջ գործերով զբաղվել, երիտասարդությունը կթեքվի իր հայացքը դեպի նույն ֆորմատի մարդկանց։ Այսինքն այդ բնական է, որ լուրջ կոստյումավոր դիադյաները երիտասարդներին չեն գրավում ու չեն հետաքրքրում։ Արեն, իսկ ազդեցություն ունեցող մարդիկ, ինֆլուենսերները, իրենք էլ գուցե կարիք ունեն, չգիտեմ, սոցիալական պատասխանատվության որոշակի արժեքների, իրենց բովանդակության միջոցով այդ կրթություն տալու կամ արժեքներ ձևավորելու այդ տեսակ խոսակցությունները լինում են, կարծում եմ, կամ այդ տեսակ օրինակներ կան։ Իհարկե տեսակ օրինակներ կան, որ ինֆլուենսերներն ու բլոգերները ինչ որ սոցիալական պատասխանատվությունը բարձրացնող բաներ են անում, սակայն ելի պետք է ասեմ, այն ամենամեծ հայտնիություն ունեցողները, ամենամեծ սիրված ու ամենահետաքրքիր բլոգերները չեն զբաղվում այդ թեմաներով, որովհետև դրանով է հենց պայմանավորված իրենց հայտնիությունն ու սիրված լինելը, որովհետև ցավոք սրտի մեր այսօրվա քաղաքական ու հասարակական դաշտում ժողովրդական լեզվով ասած շունը տիրոջը չի ճանաչում ու երբ ինչ որ մեկը, ասենք, օրինակի համար ասում է հարկ վճարի կամ ՀԴՄ պահանջի, դա միանգամից քաղաքականացվում է, դա միանգամից կուսակցական երանգներ է ստանում ու հիմնականում բլոգերներն ու ինֆլուենսերները, ովքեր քաղաքական կամ հասարակական թեմաներով կոնտենտ չեն արտադրում, հեռու են մնում այդ թեմայից, որովհետև իրանք գիտեն, որ ինչ որ շերտ դիտողներ կորցնելու են, որովհետև հաստատ քաղաքականացվելու են, հաստատ ինչ որ մեկը փորձելու է գնել կամ անվանել, որ դու ծախված ես եւ այլն։ Եթե քաղաքականությունից դուրս գանք, չգիտեմ, իրավունքներ, կանանց իրավունքներ, փոքրամասնությունների տարբեր իրավունքներ, հանդուրժողականություն, չգիտեմ, բոլոր տեսակի հնարավոր արժեքները, չգիտեմ, միմյանց նկատմամբ հարգանք, կրթության կարևորություն, այդ թեմաների մասն է։ Եթե քաղաքականությունից դուրս գան, այդ թեմաները ինչքանով են գնում սոցիալական մեդիայով։ Ես հպարտանում եմ մեր սերնդով, որ ավելի հանդուրժող ենք դառնում ու հուսով եմ մեզնից հետո եկող սերնդները ավելի հանդուրժող կդառնան ձեր թվարկած բոլոր հասարակության մասերի նկատմամբ, ես հուսով եմ, որ դա ավելի ու ավելի արագ է ընթանալու։ Հիմնականում ֆեմինիզմը աղջիկների մոտ շատ է տարածվում, հանդուրժողականությունն է տարածվում, հիմնականում, բայց էլի կա այն հատվածը, կա այն շերտը, որը ավանդական խիստ տրադիցիոնալիստ տրամադրությունների մեջ է։ Իմ հասնային է, ինֆլուենսերները այդտեղ դեր ունեն, թե չէ, որ ավելի այսպես լայն են մտածում երիտասարդները։ Իրականում ինֆլուենսերները այնքանով դեր ունեն, որ օրինակի համար 5 տարի առաջ, եթե ինչ որ ինֆլուենսեր կնոջ կերպարով ինչ որ վիդեո էր նկարում, դա կարող է շատ ծանր քննադատվեր, բայց արդեն 5 տարի անցել է, մարդիկ ավելի թեթև են դրան նայում, որովհետև հումորի միջոցով ու ավելի անմեղ ֆորմատով այդ հանդուրժողականությունը մարդկանց մեջ մտնում է ավելի հեշտ ու ավելի թեթև ձևով, որովհետև օրինակ եմ ասում, մենք մի քանի տարի մի երևի 10 տարվա վաղեմության ֆիլմ էր, այդ ֆիլմի մեջ հումորային կերպով նույնասեռական մարդու կերպար էր ցույց տվում, Ժոր էր երևի անունը, չեմ հիշում, թե Ժակ, չգիտեմ, ինչ որ տես բան էր, հումորի ձևով, հումորային համատեքստում այդ մարդու կերպարը ցույց էր տալիս հասարակությանն ու հասարակությանը ինչ որ ձևով արդեն տեսնում էր այդ կերպարը ու արդեն կոպիտ ասած սկսում էր սովորել։
տարիներ անցան, սկսեցին հումորի ձևով տարբեր ուրիշ թեմաներ բարձրացնել, ուրիշ մարդկանց ցույց տալ, ուրիշ կերպարներ ցույց տալ ու հումորի ձևով ավելի թեթև ձևաչափով սերունդը արդեն սկսում է նորից փոխվել։ Սերունդի մտածելակերպը սկսում է նորից բացվել։ Օրինակի համար ես ինչքան լսել եմ մեծերից, սովետական միության ժամանակ ռոկեր լինելը կամ երկար մազերով լինելը մի հատ չոր տաբու էր, բայց այսօրվա դրությամբ արդեն դրան մարդիկ ավելի թեթև են նայում, երկար մազերով տղաներ, ռոկերներ, չգիտեմ, շատ տարբեր տեսակի ենթամշակույթներ դրան ավելի թեթև են վերաբերվում ու ես հուսով եմ, որ եթե մենք այս տեմպերով շարժվենք, մենք ավելի բաց ու ավելի երջանիկ հասարակություն կունենանք, որովհետև տրադիցիոնալիզմը մեզ շրջապատող հարևան պետություններում կա ու տեսնում ենք ինչ վիճակ է այնտեղ, թե ժողովրդավարության տեսանկյունից, թե մարդկանց երջանկության մակարդակի տեսանկյունից։ Infocom-ի Control Z նախագիծը հենց երիտասարդների համար էր, երիտասարդներին էր ուղղված։ Ինչպես գնահատեք, ինչ ստացվեց, օրինակ առաջընթաց եղավ։ Այդ իմ աշխատանքային պրակտիկայի մի հատ հրաշալի, մի հատ վառ փայլուն փուլ էր, որովհետև մենք հասկացանք, որ դաշտում չկա ինչ-որ մեկը, ով երիտասարդի համար բացելու է քաղաքական գործչին, ու մենք սկսեցինք բացել քաղաքական գործիչներին երիտասարդների համար, երիտասարդների լեզվով ու երիտասարդների տեսանկյունից։ Ես շատ ուրախ եմ, որ այդտեղ աշխատել եմ, մենք 12 հրաշալի ծրագիր թողարկել ենք ու այդ եղել է շատ մեծ ու կարևոր փոփոխություն մեդիա տիրույթում, որովհետև դասական անընդհատ դա նշում եմ կոստյումավոր ու գալստուկավոր լրագրությանը մի հատ փոքր տեղ բացվեց մեր համար ու մենք այդ դաշտը զբաղեցրեցինք։ Կոնկրետ 3 դեպք եղավ, ինձ փողոցում երիտասարդներ մոտեցան, ասացին, որ ճանաչում են, նայում են հաղորդումները, այդ շատ մեծ գնահատական էր ինձ համար։ Ցավոք սրտի պետք է ազնիվ նշեմ, որ այն երիտասարդության շերտը, որը մեր թիրախն էր, քաղաքականությամբ չհետաքրքրված երիտասարդները, մենք շատ փոքր չափով կարողացանք ներգրավել, որովհետև մեր հաղորդումները նայում էին միևնույնը այն երիտասարդները, ովքեր քաղաքականությամբ հետաքրքրված են։ Մենք ամեն ինչ անում էինք, մենք շատ լուրջ թիմով աշխատում ենք այս ծրագրի վրա ու բավականին կենտրոնացած ու հոգատար վերաբերմունք էր ամբողջ թիմի կողմից ծրագրի նկատմամբ, բայց պետք է այո փաստել, որ այն երիտասարդները, ովքեր ի սկզբանե քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, էլի չեկան մեր դաշտ, էլի իրանց համար պատրաստած կոնտենտը չնայեցին։ Հուսով եմ այս մեր ծրագիրը շատ ուժեղ կայծ կտա մնացած նախաձեռնություններին, բլոգերներին, մյուս լրագրողներին, նոր դաշտ եկող լրագրողներին, որպեսզի իրանք էլ սկսեն հատուկ երիտասարդների համար կոնտենտ թողարկել։ Իսկ քաղաքական գործիչները կամ վարչապետի տեխնացիները, որ հյուր էին լինում, իրենք ավելի լավ հասկացան երիտասարդության պահանջները, չգիտեմ, Gen Z-ի հետ շփման կարևորությունը, իրենք ինչ դասեր քաղեցին ձեր տպավորությամբ այս թվարկումների արդյունքում։ Իրականում պետք է ասեմ, որ քաղաքական գործիչները, վարչապետի տեխնացիները, ովքեր եկել էին, ինչ որ չափով մենք կարողացանք իրանց լուրջ ռամկայից հանել, լուրջ շրջանակից հանել, ավելի շատ երիտասարդության տեսանկյունից բացել ու ավելի հարմար ձևով, երիտասարդների կողմից ավելի ընդունելի ձևով այնպիսի սուր կտրող ծակող հարցեր տալ, որոնք օրինակ եթե տարիքով լրագրողը տար, հնարավոր է ուրիշ ձևի, ուրիշ ֆորմատի պատասխաններ հնչեին, բայց քանի որ իրանց դիմաց նստած են երիտասարդներ, իրանք ավելի շատ ավելի թեթև սկսեցին վերաբերվել ու ավելի թեթևացան։ Ինչքան դա ազդեց իրենց վարքագծի վրա երիտասարդների համար հանրային դաշտում չեմ կարող գնահատել, որովհետև դրա գնահատականը կարող են տալ երիտասարդներն ու այդ մարդկանց աջակիցները, ովքեր այդ հարցազրույցից հետո մի հատ պետք է վերլուծեն, արդյոք քաղաքական գործիչը ինչ որ չափով ավելի երիտասարդականացավ կամ ավելի իր կերպարի թեթևությունը բարձրացրեց, որովհետև հիմնականում դժվար էր, շատ դժվար էր, բայց կային քաղաքական գործիչներ, ովքեր շարունակում էին մնալ իրենց կերպարի մեջ, լուրջ կերպարի մեջ, բայց կային նաև նրանք, որոնց կարողացանք դուրս հանել այդ լուրջ կերպարի մեջից։ Հաղորդման անոնսները ամեն դեպքում ներգրավում էիք, որ նկարվեին։
Ոչ այդքան տենց բավական ջրիկ։ Հա, իրականում այդ բավական ջրիկ մասերը երիտասարդությունը հավեսով նայում էր, այդ երևի են ամենահավես պահերներ, որոնք ամենամեծ երիտասարդ լսարանի ներգրավվածությունն են ունեցել։ Ու իրականում դժվար չէր համոզելը, որովհետև յուրաքանչյուր վարչապետի տեխնացու գիտակցում էր, որ ինքը ունի երիտասարդների մոտ ճանաչված լինելու խնդիր, այդ բնական է, ու այդ համոզելը դժվար չէր, ասում էինք մի հատ ջայլական ռիլ կա նկարելու, տրենդ կա նկարելու կա համաձայնեք ու բոլորը միանգամից համաձայնել են։ Ոնց որ ստացվում է 3 գործ եք անում, այսինքն փաստերի ստուգում, հետազոտական գործ, թվային հետաքննություն գուցե, հաղորդում, control Z-ը, այսինքն հաղորդավարի կամ հոստի կերպար եւ սոցիալական մեդիայում ձեր կոնտենտի հետ եք աշխատում։ Հիմա այդ 3-ի մեջ ոնց եք գնալու առաջ։ Նու իրականում Control Z-ի այդ հրաշալի փուլը, այդ 12 ծրագրերը որպես հաղորդավար ինձ շատ լուրջ առաջ գնալու հնարավորություն տվեցին ու նաև ինչ որ չափով ճանաչվածություն բերեցին։ Փաստերի ստուգման հարթակը շատ լուրջ հմտություններ տվեց այս ոլորտում ու ես վստահ եմ, որ այդ հմտությունները ամբողջ կյանքումս են պետք գալու, այդ նաև դարձել է ինչ որ բնավորության գիծ, չհավատալ, կասկածել, ստուգել, նույնիսկ դեպքեր են լինում, երբ ընտանիքում է դա պետք գալիս, papan, maman նայում են ինչ որ բանի հավատում են, վայ, այստեղ սենց, այստեղ նենց ու այդ շատ կարևոր հմտություն է, որը հաստատ ես օգտագործել եմ ու շարունակելու եմ օգտագործել։ Փաստերի ստուգման հարթակը իրոք շատ լուրջ տրամպլին էր ու միանգամից այդ կարգի բարձր որակով աշխատանք որպես խիստ լրագրության, որովհետև յուրաքանչյուր ստորակետ, յուրաքանչյուր տառ, յուրաքանչյուր թիվ կարող է ընդհանրապես ամբողջ բովանդակությունը փոխել, միանգամից նման տեսակի կարգապահ լրագրության տեսանկյունից միջավայր ընկնելը ինձ համար շատ կարևոր է, որովհետև կոպիտ ասած ես չեմ սկսել ինչ որ թեթև տեղից ու ես միանգամից ընկել եմ դժվար միջավայր լրագրողի տեսանկյունից, որովհետև փաստերի ստուգումը շատ խիստ ոլորտ է ու փաստերի ստուգման հարթակը միշտ աշխատում է այդ որակը բարձր պահել, խնդիրներ չունենալ, սխալներ չունենալ ու այդ հմտությունների շնորհիվ ես վստահ եմ, որ կարողանալու եմ ավելի լավ առաջանալ ու ավելի շատ զարգանալ այս ոլորտում։ Իսկ սոցիալական մեդիայի ձեր լսարանը, որ ուզում եք, ոնց հասկանում ուզում եք աճեցնել։ Օրինակ երկու հյուր եմ ունեցել, որ զրույցի ընթացքում սկսել են կամերայի հետ խոսել, մեկը ձեր գործընկեր Ջուլիետան, մեկը Ես գիտեմ, որ ինձ նայում են ու շատ կարևոր է, որ ես է իրանց նայեմ։ Այդ կոնտակտը շատ կարևոր է։ Սոցիալական մեդիայի տեսանկյունից պետք է ազնիվ լինեմ, այդ դասական լրագրություն չկա ընդհանրապես, ով իմ Instagram-ին ծանոթ է գիտի, ջրիկ վիդեոներ, ցինիկ վիդեոներ, հումոր եւ այլն, բայց նաեւ այդ հումորին զուգահեռ, այդ հումորի մեջ նաեւ քաղաքացիական ու սոցիալական թեմաների կարևոր շոշափում, որովհետեւ շատ հարցերում գուցե ինչ որ մարդիկ մի ժամանոց դիսերտացիաներ կարդան, բայց 15 վայրկյանոց հումորային ռիլը, որտեղ այդ թեման կշոշափվի, ավելի մեծ տարածում ունենա։ Օրինակի համար բերեմ իմ ամենահայտնի վիդեոներից մեկը, երբ ես մի հատ վիդեո էի նկարել, որտեղ ցույց էի տալիս, թե տարբեր մարդիկ ինչպես են նայում բաժակով ջրին, օպտիմիստ ասում է բաժակը կիսով չափ լիքն է, պեսիմիստ եւ այլն, ու այդ կտորում շատ կարճ վարքյան դրել էի, որ վիոլա ջուրն է, ասում է բաժակում ջուր չի լինի 12-ից ժամը 7-ը։ Ու այդ ամենաշատ տարածված տեսահոլովակը դարավ 120,000 դիտում հավաքեց, այն հաշվի առնելով, որ իմ Instagram էջը ընդհանրապես ակտիվ չէր, որովհետև հումորի միջոցով ես մի հատ սոցիալական այնքան կարևոր հարց բարձրացրեցի, որ ինքը շատ ագրեսիվ տարածում գտավ։ Ոչ մի ավանդական մեդիա, ոչ մի ավանդական լրագրողով, եթե նյութ գրեր, հետազոտություն կազմեր, հետաքննություն աներ, ասեր թե որ տեսեք Ժորժ ժամը 12-ից 7-ը ջուր չի լինի, այդքան ակտիվ ու ագրեսիվ չտարածվեց մեր սերնդի շրջանակներում, ինչքան այդ հումորային վիդեոն։ Ու շատ կարևոր է, ես հիմա աշխատում եմ Instagram-յան էջը զարգացնելու համար, YouTube-ի էջ եմ բացում ու սկսում ենք արդեն իրոք երիտասարդների համար քաղաքացիական կոնտենտ ստանալ, որպեսզի երիտասարդները եւս իրենց համար մատչելի լեզվով ծանոթ լինեն այս ոլորտին ու թեմայի մեջ լինեն։ Համ դասական լրագրությամբ զբաղվում եք, համ ասում եք դասական լրագրության շանսերը շատ չեն։ Հիմա ո՞րն է։
եւ ինչ անենք այդ տեսակետ։ Շատ կարևոր է, որպեսզի հենց դասական լրագրությամբ զբաղվողները դա հասկանան, որ շանսեր չկա ու այս ոլորտը ծերանում է ու դա իրոք ծերանում է, որովհետեւ թերթեր երևի անցած դարի բան են, թերթերը արդեն հիմա չեն կարդում։ Նույնիսկ դասական լրագրությունը երևի մի քանի տասնամյակ անց այս դասական լրագրությամբ է չպետք է նայեն, կոստյումավոր լուրջ դեմքերով հաղորդավարները երևի արդեն անցնեն ռիլի ֆորմատների, երևի անցնեն արդեն հումորային ֆորմատների, որովհետև սերունդը նոր է գալիս, առաջ է գալիս երիտասարդ սերունդը, որի հեռուստացույցի դիմաց չի նստում, ու արդեն պետք է երիտասարդների մոտ գնալ։ Այդ Մուհամեդի ու Սարի պատմությունն է, ու հիմա իրոք ես որպես կիսով չափ ավանդական լրագրող, կիսով չափ ոչ ավանդական լրագրող աշխատում եմ իմ ոլորտը բերել ոչ ավանդականի, որովհետև դա է նայվում, դա է հետաքրքրում իմ սերնդին, ու ինչքան էլ ես ուզենամ որակյալ ավանդական լրագրության տեսանկյունից կոնտենտ ստանամ, դա չի նայվելու։ Ոչ մեկը չի գնահատելու իմ տարիքակիցներից, այ գիտեք ինչ կա ձեր նյութը, թմրանյութերի տարածման վերաբերյալ շատ հետաքրքիր է, չէ, որովհետև դա չի նայվելու։ Ավելի հեշտ է ռիլի ֆորմատով թմրանյութերի տարածման մասն ինչ որ վիդեո նկարել, որ ավելի հեշտ ու մաչելի կբացատրի, քան եկա մի էջանոց, այդ մի էջանոցը արդեն եկա տեքստ է մեր սերնդի համար։ Շնորհակալություն զրույցի։ Վայ, ես եմ շնորհակալ։